մեր հանդիպումը մտերմիկ հանդիպում է եւ այդ պատճառով որոշ մեր ավանդական կարգին բնորոշ որոշ գործողություններ չենք կատարի։ Մենք եղանք Հայաստանի տարբեր սրբավայրերում պատահականությամբ եւ հաճելի պատահականությամբ ըստ կարգի մայր պատահականությունը դրան չի վերաբերում։ Պատահականորեն հանդիպեցինք Վեհապար Հայրապետին հենց առաջին օրը առաջին այցելության ժամանակ։ Ես դրա մեջ որոշակի օրինաչափություն եմ տեսնում։ Մեր այցելությունները ունեցել են այսպիսի ընթացք, եղել ենք Էջմիածնում, Գայանե վանքում, Շողակաթում, այնուհետև հաջորդ օրը եղել ենք Քեչարիսում, Հայրավանքում, Հայրավանքից հետո եղել ենք Սևանի կղզում, այնտեղից գնացել ենք Հաղարծին, հետո եղել ենք արդեն Արցախի Դադի վանքում, Դադի վանքից հետո Գանձասարում եւ հետո Բերձորի Լաչինի եկեղեցում, վերջում եղել ենք Այմավան 1-ի մեր նահատակների, իմ զինակիցների, իմ զինվորների հիշատակին կառուցված սրբոց նահատակած եկեղեցում։ Ես պիտի խնդրեմ, որ որևէ մեկը ավելորդ համեստություն չդրսևորի, ինձ հետ միաժամանակ նույն օրը, նույն ժամին հացադուլ է սկսել ամերիկան թողած, իդեպ տարեկան մոտավորապես $200,000 աշխատավարձով աշխատանքներ թողած եւ Հայաստան եկած, այդ հիմա տարեկան մոտավորապես $3,000 աշխատավարձով ապրող մեր շատ սիրելի մեր ղեկավար այն թվերի Մոսկովյան դահիճների կողմից գնդակահարված Ստեփան Զատիկյանի որդին, Վրեժ Զատիկյանը, խնդրում եմ մոտենա, Վրեժ Զատիկյանը, նույն օրը ինձ հետ նույն ժամին առանց հրապարակելու հացադուլ է սկսել եւ այս պահին էլ արդեն 5-րդ օրն է լրանում, մի ժամից կլրանա Սևան Կալոշյանը, խնդրում եմ բարձրանալ, Սևան Կալոշյանը ծնվել է Թուրքիայում, բայց ապրում է մեզ հետ Հայաստանում, նույնպես ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի անդամ։ Մենք այդ ճանապարհորդության ընթացքում Սևան Կալոշյանի հետ էինք։ Տարբեր օրեր, 1-2 օր ուշացումով մեզ են միացել Կարինե Ստեփանյանը, ճարտարագետ, ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի անդամ, համեստություն դրսևորել չի պետք է ներկայանալ, որովհետև բողոքի ցույց են կանում, բողոքի ցույցի մասնակիցները պիտի Երևան ու ներկայանան։ Հայկը Բաղդասարյան այս պահին այստեղ չէ, բայց ինքը Երևան Պահլևանյան համեցեք և Սուսաննա Գրիգորյանը բանասեր, ուրեմն այս պահի դրությամբ կարող եք արձանագրել նրանց, ովքեր որ բողոքի հացադուլ են անում և այդ բողոքի հացադուլով հորդորում են, մենք չենք պահանջում, մենք հորդորում ենք Սերժ Սարգսյանին ողջախոհություն դրսևորել, հասկանալ, որ աշխարհի ոչ մի երկրում այսքան ձախողումներ ապրած, սեփական ժողովրդին այսքան փորձությունների մեջ ներքաշած պաշտոնյա իշխանության չեր մնա, ինքը կամավոր կհեռանար։ Ուրեմն մեր այդ հորդորը կարող էր նաև պահանջի տեսք ընդունել, պահանջի տեսք ստանալ, եթե մեր այն քաղաքացիները, որոնք ամեն օր դժգոհում են իշխանություններից եւ երազում են նույնիսկ այս իշխանությունների մահվան մասին, ես չեմ ողջունում այդ մոտեցումը, եթե նրանք ոչ միայն իրենց խոհանոցներում բողոքեին, այլ այսօր մեզ հետ ներկա լինեին։ Նրանց ներկայության բացակայությունը մի փոքր բացատրվում է մեր վատ աշխատանքով, լավ չենք իրազեկել, բայց վերջի շրջանում մեր մասնագետներից նաև տեղեկացրին, որ ես ինչի եմ այս պահին իմ ընկերներին խնդրում մնալ հարթակին, որովհետև սա արդեն միայն իմ խոսքը չէ։ Ուրեմն, որովհետև տեղեկացրին մեզ, որ այս պահի դրությամբ որոշ մարդիկ ներշնչված են այն վախի մթնոլորտով, որ Հայրիկյանի վրա որ կրակել են, կարող եք նորից կրակեն ու ձեզ էլ կպնի, մեզ էլ կպնի, արեք Հայրիկյանից հեռու մնանք, սա վերջին գործոնն է։ Բայց հիմնական մասը այսպես է մտածում, Հայրիկյանն ու իր ընկերները ինչպես մինչև 91 թվականի հանրաքվեն իրենց անելիքը կանեն, պահը կհասնի քվեարկության, կգնանք քվեարկենք։
Բայց ուզում եմ ձեր միջոցով նաև լրատվամիջոցներով փոխանցել, որ այս հայրենիքը մերը չէ միայն, բոլորինս է։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ ինձ աջակցելու համար։ Աստված բոլորիս պահապան, ձեզ ուժ ու կարողություն։ Մենք այսօր արդեն միասին որոշեցինք, թե ինչ ընթացքով է ընթանալու մեր բողոքի հացադուլը, որը ուղեկցվեց տոմապահությամբ։ Ըստ կարգի այսօր երեկոյան պետք է երեկոյան ժամերկությունից հետո մենք դադարեցնենք, որովհետև հայկական ավանդությամբ, իսկ հայկական ավանդույթը սրբագրված մեր նախների կողմից ինձ համար անբեկանելի է, վաղը պահքի օր չէ, բայց քանի որ մենք ոչ միայն ծոմ ենք պահում, այլ նաև բողոքի հացադուլ ենք անում, մեզնից որևէ մեկը դեռ տրամադրված չի այսօր ընդհատել։ Իսկ ընդհանրապես սա բողոքի ցույց էր, բողոքի ցույցը միշտ ունենում է սկիզբ եւ ավարտ։ Բոլոր մեր բարեկամները, որ մեզ հորդորում էին ընդհանրապես չանել այս հացադուլը, թող տեսնեն, որ կարելի է հացադուլ անել կանոններով եւ 5-րդ օրը լինել լիարժեք աշխատունակ։ Բոլոր նրանք, ովքեր բողոքում էին, թե ես ինչու կամ իմ ընկերները ինչու մշտապես միտեղ նստած չէինք, օրինակ նախագահի նստավայրի դիմաց, այդ առիթով չկամենալով նվազագույն իսկ ստվեր գցել այլ անցյալում այդ կերպ հացադուլ արած մարդկանց վրա, ուզում եմ ասել, որ ես անբան չեմ, ես պարապ-սարապ մարդ չեմ, որ իմ բողոքը անպայման ուղեկցեմ ծուլությամբ։ Այո, մենք մեր բողոքը անում էինք, բայց կատարում էինք մեր ընթացիկ աշխատանքները, օրինակ Վրեժ Զատիկյանը նոր աշխատանքից վերադարձավ։ Եվ մեր բողոքի հացադուլը ունի հասցեատեր եւ ունի վկա։ Ես հավատում եմ, որ հրեշտակները վերևից հետևում են մեր բողոքի դրսևորմանը եւ նրանց է, որ մենք հաշվետու ենք ամենից առաջ ու մեր խղճին։